Ժողովուրդն նենց հետաքրքիր բան եմ իմացել, դուք էլ լսեք անպայման իմացեք։ Պարուշ Սևակն իր հուշերում պատմում է, որ առաջին բանաստեղծությունը գրել է 11 տարեկանում, եւ այն նվիրված էր ռուս գրող Տուրգենևի հերոսուհիներից մեկին։ Գիրք չկար, կարդալուց առավը հագեցնելու համար Պարույրը մի քանի ընկերների հետ գյուղական գրադարանի գողություն է կազմակերպում։ Չմոռանաս միանալ էջին, ավելին իմանալու համար։ Կարդալու հանդեպ այդ անհագ սերը տեսնելով ծնողները վախենում էին, թե որդին կգժվի։ Մայրը գրագետ չէր, ու Հովհաննես Թումանյանի անունը չէր հիշում, բայց հիշում էր Գիգորի պատմությունը, ու որդուն ասում էր. «Էդքան որ կարդում ես, գոնե դառնայր այն Գիգորը գրողի պես մարդ»։ Արդեն վաղուց համոզված էի, հետագայում գրում է Սևակը, որ դառնալու եմ այն Գիգորը գրողի պես մարդ, այսինքն գրող կամ բանաստեղծ, բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ Աստված։ Եվ կյանքիս ամենամեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի էր միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես։